Բարև ձեզ, Բուն TV-ի տաղավարում այսօր զրուցելու ենք քաղաքագետ Վարդան Աթոյանի հետ։ Պարոն Աթոյան, բարև ձեզ, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, նմանապես։ Պարոն Աթոյան, հայաստանյան համատեքստում վերլուծական կենտրոնների մասին դուք հաճախ եք գրում, կարելի ասել ամենից հաճախ եւ նաեւ գիրք ունեք այդ թեմայով գրված արժեքավոր մի աշխատություն, որը անդրադառնում է եւ առհասարակ վերլուծական կենտրոններին եւ դրանց առանձնահատկություններին Հայաստանում։ Ես կուզեմ հենց այս վերջին հատվածից սկսենք, հատկապես հաշվի առնելով Թրամփի ադմինիստրացիայի գալով ֆինանսական ճգնաժամը ողջ աշխարհում վերլուծական կենտրոնների համար, բայց նաև Հայաստանի, սա մի տեսակ եւս մեկ ազդակեր այն մասին, որ կախվածությունը վերլուծական կենտրոնների Հայաստանի շատ մեծ է արևմտյան հիմնադրամներից։ Սկսենք նրանից, թե ինչքանով է դա խնդիր եւ ինչպես կարելի է հաղթահարել այդ խնդիրը։ Նախ եւս մեկ շնորհակալ եմ հրավերի համար, իրականում սա շատ լուրջ խնդիր է եւ ընդհանրապես ուղեղային կենտրոնների ոլորտին առնչվող թերևս կարևորագույն հարցերից մեկն է։ Բնականաբար ցանկացած երկրում, հատկապես եթե խոսում ենք գերտերությունների մասին, վարչակարգի փոփոխություն իր հետ բերում է նաև որոշակի ստրես, այդ հասարակական սեկտորի որոշ կառույցների համար, այդ թվում ուղեղային կենտրոնների հետ առումով նույնպես բացառություն չեն։ Իհարկե, բնականաբար ցանկալի է, որ ցանկացած երկրի ուղեղային կենտրոնների ոլորտը ինքնաբավ լինի, եթե կարելի է այս տերմինը օգտագործել, այսինքն էնդոգեն օրակարգեր ձևավորվեն, որովհետև ցանկացած պարագայում կախվածությունը այս կամ այն գերտերությունից կամ չգիտեմ ինչ-որ արտերկրի հիմնադրամներից, դա որոշակիորեն իր հետ բերում է նաև որոշակի օրակարգեր եւ այս իմաստով ես կարծում եմ, որ նաև ռիսկ է, նաև բնականաբար ռիսկ է, որ բնականաբար իրենց, այսպես ասած, գաղափարական, արժեքային այդ օրակարգերը, այսպես ասած, ներթափանցում են նաև տվյալ այդ երկրի քաղաքական կամ հանրային քաղաքականության օրակարգ եւ այս առումով ես ընդհանրապես կողմնակից եմ, որ ինքը այդ ռեսուրսները եւ պետությունը ինքի ներսում ունենա համապատասխան հանրային ֆոնդեր եւ ընդհանրապես քաղաքական մշակույթը բարենպաստնի, որպեսզի ուղեղային կենտրոնները այսչափ կախվածություն չունենան արտերկրի որևիցե պետությունից կամ կառույցներից։ Երբ խոսում ենք ֆինանսավորման հարցերից ուղեղային կենտրոնների, իդեպ ես վերլուծական կենտրոն տերմինը օգտագործեցի, հետո եթե դեմ չեք, անդրադառնանք նաև այս անվանումներին, բայց մինչ այդ թափանցիկության հարցը, որին դուք նույնպես անդրադառնում եք եւ ձեր հոդվածներում եւ գրքում, կարեւոր հանգամանք է շատ։ Մենք կարող ենք ասել, որ արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորում ունեցող ուղեղային կենտրոնները այդ առումով շատ ավելի թափանցիկ են, քան օրինակ այլ երկրներից ֆինանսավորում ունեցողները, որոնց մասին տվյալներ մենք կարծես թե չունենք։ Միթե գոյություն չունեն այնպիսի ուղեղային կենտրոններ, որոնք օրինակ ֆինանսավորում ունեն, չգիտեմ, Ռուսաստանից, Չինաստանից, այլ երկրներից։ Տեսեք, իրականում, եթե ուզում ենք հստակ պատկերացում կազմել, պետք է առանձին մի հատ հետազոտություն արվի, թեև ես մշտապես ինչ-որ դիտարկումներ անցկացրել եմ, հատկապես ենթադրենք, եթե խոսքը գնում է այսօր պաշտոնական կայքերի ուսումնասիրության մասին, եւ մենք երևի թե մատների վրա հաշված ուղեղային կենտրոն կամ վերլուծական կենտրոն, որ տերմինը կարող ենք օգտագործել երկուսն էլ, հավասարապես, այս իմաստով շատ քիչ ուղեղային կենտրոններ կան, որոնք առանձնանում են այդ ֆինանսավորումների թափանցիկությամբ, երևի թե օրինակ եթե մենք մտնենք նույն ամերիկյան կողմից հիշատակված, երկրի ուղեղային կենտրոնները, առնվազն դրանց այն հայտնի առաջին 100-ը, 200-ը իրենց մոտ շատ թափանցիկ ներկայացված են, թե որ $1 որտեղից են ստացել, դա եղել է արդյոք եղել է նվիրատվություն, դա եղել է ինչ-որ ծառայությունների մատուցման հետազոտական ենթադրենք R&D հետազոտությունների եւ մշակումների համար ստացված ինչ-որ գումար եւ այլն եւ այսպես շարունակ։ Մեզ մոտ այդ առումով ցավոք կա խնդիր եւ նույնիսկ եթե մենք միջև նույնիսկ գալը, թափանցիկության գործնեության խնդրի, ընդհանրապես կայքերի սպասարկման եւ դրանց բարբերաբար թարմացնելու հետ կապված լրջագույն խնդիրներ կան։ Իհարկե, եթե մի քիչ էլ խորանանք, դա գալիս է նաեւ ռեսուրսների պակասից, այսպես ասած աշխատակազմի անկայունությունից, նույնիսկ եթե մենք նույնիսկ չգալով դեռ թափանցիկության խնդիրին, եթե պարզապես փորձենք հասկանալ, թե տվյալ վերլուծական կենտրոնում քանի աշխատակից կա, քանիսն են փորձագետ եւ այլը, շատ բարդ է դա, ասենք, բացի մի քանի 5, 6, միգուցե 10, կենտրոնից հետո մենք թերևս այդ ինֆորմացիան բաց չի։
Եթե խոսենք էլի հայկական ուղեղային կենտրոնների մասին, ստե մեկ այլ խնդիր կա, որը նույնպես այսպես ասած փոխկապակցված է միգուցե ֆինանսական կարողությունների հետ, մեզանում շատ են այսպես կոչված մարդ կենտրոնները։ Իհարկե դա միայն այս վերլուծական կենտրոններին բնորոշ չի, կան նաև կուսակցություններ նույնիսկ, որոնք երկրորդ մարդը այսպես ասած շատ դժվար է հիշատակել, բացի կոնկրետ ղեկավարից։ Նույն ուղեղային կենտրոնների ոլորտում շատ դեպքերում դրանք միգուցե ստեղծում են տվյալ անձի համար ինչ-որ պլատֆորմա ապահովել, որպեսզի ավելի ներկայանալի հնչի, չգիտեմ, այստեղ համայնքներ ելույթ ունենալուց եւ այլ, այսինքն մենք մի փուշ խնդիրներ կան հայկական իրականության մեջ, որը եւ բարդացնում է միգուցե նաեւ ուղեղային կենտրոնների այն որակով աշխատանքը, որը կարելի է տեսնել ենթադրենք շատ այլ երկրներում։ Երբեմն նույնիսկ միաժամանակ նույն մարդը եւ մարդ ուղեղային կենտրոն է եւ մարդ կուսակցություն այդպես էլ է պատահում Հայաստանում։ Վերադառնալով տերմիններին, ես մի անգամ քննարկումներից մեկի ժամանակ այս թեմային անդրադարձա, որ ուշադրությունս գրավեց այն հանգամանքը, որ անգլերենում կիրառվող այդ think tank արտահայտությունը մենք ուղեղային կենտրոն ենք թարգմանել եւ գուցե նաեւ խորհրդանշական առումով մտածելը փոխարինել ենք հենց միայն ուղեղներ հավաքելով, կուտակելով ինչ-որ տեղեր, ինչ-որ կենտրոններում։ Սա հաշվի առնելով մենք կարող ենք ասել, որ հայաստանյան ուղեղային կենտրոնները իրենց նպատակին ծառայում են եւ միտք ստեղծում են։ Գիտեք, եթե իհարկե ամեն ինչը համատության մեջ է, բնականաբար իրենք չեն կարող համատել շատ եվրոպական, չեմ ասում ամերիկյան, նույնիսկ չինական, բազմաթիվ կենտրոնների հետ, բայց ինչ որ առումով բնականաբար, եթե նայում ենք դինամիկայի մեջ շարժընթաց, այսպես ասած 90-ական թվականներից մինչև այսօր, տեղաշարժեր բնականաբար կան եւ քանակական եւ որակական առումով, ուղեղային կենտրոնների, ինչ վերաբերում է տերմինին, իհարկե այստեղ կարելի է մի փոքր վիճակ, այսպես ասած քննարկել, միգուցե ճիշտ չի ընտրված, տերմինը, բայց ես հանդիպել եմ նաև մտամբար այսպես կոչված ձևակերպման մտակենտրոն, այտենց ըստ, բայց ֆորմալ առումով առավել տարածված է ուղեղային, այսպես նաև պաշտոնական մեր փաստաթղթերում կարծես դա է օգտագործվում։ Միանշանակ ուղեղային կենտրոնն է տարածված, ընդհանուր առմամբ կարծում եմ, որ տեղաշարժ թեև կա, բայց կարծում եմ ընդհանուր առմամբ դա բավարար չի, եթե նայենք ինչ կարող ենք մեր ունեցած պոտենցիալը, իհարկե լավ ուղեղային կենտրոնները ունենալու համար պետք է նաև մի շարք նախադրյալներ, ինչպես նշեցի նաև խոսքի սկզբում դա համապատասխան այն ֆոնդերի առկայությունն է երկրի ներսում, որոնք ասենք ապահովեն որոշակի ֆինանսական այդ եկամուտներ, կենտրոնների համար։ Մեզ մոտ նաև այսպես մյուս խնդիրը դա նվիրատվությունների մշակույթն է, որը բավականին ցածր է, եթե համատենք էլի, ասենք մի շարք այլ կենտրոնների հետ, օրինակի համար եթե առարկայական խոսենք, Միացյալ Նահանգների այսպես ասած մտավոր ինտելեկտուալ, այսպես ասած թևը ներկայացնող Heritage Foundation-ը կամ Ժառանգություն հիմնադրամը իր բյուջեի առնվազն ես մի քանի տարի առաջ եմ վերջին անգամ իրենց հաշվետվությունն այլ ըստ էության ամբողջ բյուջեն կազմված է նվիրատվություններից, ընդ որում շարքային հանրապետականների Միացյալ Նահանգների հետ, որոնք համախոհ են կամ եւ այլ, այսինքն մարդիկ ուղղակի նվիրատվություն են անում իրենց նախընտրած այդ մտավոր կենտրոնի կամ ուղեղային կենտրոնի իր գործունեությունը ծավալելու համար։ Իհարկե դրա համար նաև համապատասխան օրենսդրական դաշտապետ, որտեղ միգուցե նաև այդ պատճառը նաև Միացյալ Նահանգներ ուշքի հարկային նվազեցումներ է կատարվում, նվիրատվությունների առումով, նաև հանրային քաղաքականության բացության աստիճանը շատ կարևոր է, թե որքանով մուտք ունեն ուղեղային կենտրոնները տվյալ երկրի որոշումների կայացման, քաղաքական որոշումների կայացման գործընթացում, որքանով է, այսպես ասած, իշխող էլիտան, փորձում ներգրավել, նույնիսկ ընդդիմադիր էլիտան կարևոր չի ստեղ, ինչքանով է փորձում ներգրավել փորձագիտական միտքը իրենց կողմից, այսպես ասած, առաջարկվող կամ մշակվող որոշակի փաստաթղթերի կամ քաղաքականության այդպես գործընթացի մեջ, կան մի շարք նաև այլ պատճառներ, բայց դրանք իրականում շատ են եւ այդ բոլոր այսպես ասած բաղադրիչներով մենք թերևս մի փոքր աշխատելու դեռ շատ տեղ ունենք։ Հաշվի առնելով, որ երկուսս էլ ուղեղային կենտրոններ ենք ներկայացնում, մեր զրույցը եւ ինքնակննադատություն է ստացվում փաստորեն եւ մեր խնդիրների մասին բարձրաձայնում, այդ խնդիրների շարքում դուք նշեցիք, որ էլիտաների հետ, քաղաքական էլիտայի հետ համագործակցությունը կարևոր է եւ իշխանական եւ ընդդիմադիր, բայց
այստեղ կարծում եմ մեկ խնդրի մասին էլ պիտի խոսենք, ընկալումը հանրային ինչպիսին է, թե ինչպես պետք է իրեն դիրքավորի ուղեղային կենտրոնի աշխատակիցը։ Որպես կանոն հանրությունը կարծես գրեթե բոլորից, բայց նաև ուղեղային կենտրոնների աշխատակիցներից պահանջում է քաղաքական ակտիվիզմ, ոչ թե փորձագիտական, այսպես գիտելիքի փոխանակում։ Այս ինչով է պայմանավորված եւ ինչպես կարելի է սա հաղթահարել։ Երևի թե սա պատճառներից ես քաղաքական մի փոքր նաև բևեռվածությունն է, հա, պատճառը, որ քաղաքականությունը քիչ շատ չափից միգուցե շատ է մտել մեր ընդհանուր դիսկուրսի մեջ, հանրային դիսկուրսի մեջ, բայց ինչևէ ուղեղային կենտրոնների պետք է լինեն ընդհանրապես անաչառ, հա, այսպես ասած, ոչ կողմնակալ փորձագիտական կարծիքներ կայացող, հակառակ պարագայում իրենք դառնում են այսպես ասած քարոզիչներ, թեև որպես եթե մենք նայենք նույն դասակարգումների ուղեղային կենտրոններ, նմանատիպ կենտրոններ նույնպես կան, հա, որոնք երբես դիտարկվում են որպես ուղեղային կենտրոններ, բայց իրենց գաղափարական արժեքային համակարգով հարում են այս կամ այն քաղաքական թևին կամ քաղաքական սպեկտրում աջ կողմը, ձախ կողմ կամ կենտրոնամետ են, հա։ Այս իմաստով մեզանում այդ մի քիչ ավելի բարդ է այդ ամենը, էլի գալով մեր խոսքի սկզբին, հա, միգուցե նաև առանց այդ էլ մեր ուղեղային կենտրոնները, թե անկեղծ լինենք, նայենք, ունեն որոշակի, հա, թեքում այս կամ այն կարող է կանոնը դնել աշխարհակահաղական, կարող են դնել ուղղակի արժեքային, գաղափարական, ինչը բնական է, կարծես։ Ինչը նաև բնական է, հա, որովհետև ուղեղային կենտրոնները նույնպես մեր այսպես լայն իմաստով դրանք քաղաքացիական հասարակության մաս են կազմում, հա, թեև դրա այսպես փորձագիտական թեմն են կազմում եւ այն արատներով միգուցե կարող է այդպես կարելի ճիշտ է ձևակերպել, որ կան հասարակության մեջ կամ քաղաքականության մեջ կամ քաղաքական գործընթացում ինչ որ առումով ազդեցություն են գործում նաև այս ոլորտի վրա։ Երբ ամերիկյան ուղեղային կենտրոնների վերաբերյալ իր հոդվածներ գրում ՀԱԱՍ-ը, որ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարների երկար ժամանակ, իսկ հետո նաև պետական պաշտոններ զբաղեցրեց, 5 առանձնահատկություններ նշում, թե ինչով են օգնում ուղեղային կենտրոնները Ամերիկայի Միացյալ Նահանգներին որպես պետություն եւ նաև հասարակությանը, եւ դրանց շարքում նաև այդ երկրորդ ուղու դիվանագիտության մեջ ներգրավվելու հարցներ առանձնացնում, եթե փորձենք հասկանալ, թե այդ իրադրությունը ինչպիսին է Հայաստանում մենք ունենք մեծ ներգրավվածություն։ Մեծ չի ասի, անկեղծ ասած, բայց որոշակի տեղաշարժ վերջի տասնամյակներում այս կամ այն գործընթացի մեջ ենթադրենք մենք տեսնում ենք, հա, որ նաև ուղեղային կենտրոնների ներկայացուցիչները կամ փորձագիտական հանրության լայն իմաստով, հա, ներկայացուցիչները ներգրավում են ինչ-որ գործընթացների մեջ, որը նաև անվանում է երկրորդ այդ շավիղի կամ այդ track-2-ի, հա, շրջանակներում, բնականաբար սա շատ գործուն միջոց է, հա, եւ շատ դեպքերում ենթադրենք, երբ որ պաշտոնական իշխանությունները ինչ-որ հարց չեն կարողանում բարձրացնել կամ չպետք է որ բարձրացնել, դա շատ դեպքերում բարձրաձայնվում է նաև փորձագիտական հանրության միջոցով, ուղեղային կենտրոնների միջոցով, եւ այս առումով իրենք շատ դրական նաև որոշակի ֆունկցիա ունեն, գործառույթ ունեն ուղեղային կենտրոնները։ Աշխարհում այդ փորձերը շատ են, հա, Պակիստան, Հնդկաստան թեկուզ այդ հակամարտության ընթացքում երկու երկրների ուղեղային կենտրոններ մեծապես ներգրաված են եղել։ Մենք նույնիսկ ունենք օրինակներ համաշխարհային լայն գլոբալ իմաստով դերակատարման ուղեղային կենտրոնների, հա, ամերիկյան որոշ ուղեղային կենտրոններ նույնիսկ մասնակցել են ենթադրենք 90-ական թվականներին Հյուսիսային Կորեայում այդ շրջանակային համաձայնագրի կնքման այդ ֆասիլիտացիայի, հա, այդ գործընթացին, նաև օրինակ ապարտեիդի վերացումը Հարավաֆրիկյան Հանրապետությունում էլի մեծ ինչ-որ մասով դրա մեջ ներգրաված են եղել ամերիկյան ուղեղային կենտրոնները, որոնք տասնամյակ շարունակ երկու կողմերին այսպես փորձել են հաշտեցնել, այսպես գտնել ընդհանուր եզրեր եւ նմանատիպ օրինակները շատ են, մեզանում կան, բայց թերևս սա նույնպես էլի գալիս է նրանից, թե որքանով հենց ինքը առաջին հերթին բնականաբար իշխանությունն է փորձում ներգրավել նմանատիպ կենտրոններին, նմանատիպ գործընթացներում, հա, այստեղ կարծում եմ դեռևս անելիքներ կան, բայց այստեղ նույնպես կան նաև այդ մյուս խնդիրները, թե արդյոք այդ ուղեղային կենտրոնները որքանով են իրենք անաչառ, հա, այդ գործընթացի մեջ ներգրավվելու
Եվ դրա համար իսկ արդեն պետք է նաև որոշակի, այսպես ասած, նաև ֆինանսական անկախություն ունենան, իրեն կախված չլինեն ինչ-որ մի շրջանակներից, հա, եւ իսկ դրա համար արդեն այսպես մենք շղթայական ենք խնդիրները քննարկում եւ դրա համար նաեւ պետք է նա որոշակի դիվերսիֆիկացված ֆինանսական մուտքեր ապահովել ուղեղային կենտրոնները, որովհետեւ մեծ կախվածություն չլինի եւ այդ որտեղից որ կա կախվածություն, որոշակի թելադրանքներ չլինեն։ Իրականում նման խնդիր ոչ միայն մեզանում է, նույնիսկ Միացյալ Նահանգների ամենահայտնի ուղեղային կենտրոնում նման դեպքեր եղել են, երբ որ չգիտեմ, թեկուզ Սաուդյան Արաբիայի հետ կապված։ Սաուդյան Արաբիայի արաբական երկրներից ստացել են որոշակի փորձագետներ, ինչ որ հոնորար անունը դնենք, հա, որը չի հայտարարվել, չի ներկայացվել, բայց դրա փոխարեն որոշակի ծառայություններ են մատուցվել, փորձվել է, այսպես ասած, նարատիվներ առաջ տանել, այո, ազդել որոշում կայացնողների վրա, այդպես ասած, քաղաքական այդ մի շարք հարցերի մեջ, որը հետագայում բացահայտվել է, սկանդալներ, թերթեր եւ այլը, եւ սա լավ երևույթ չի։ Իհարկե, եթե Միացյալ Նահանգներում դրանք միգուցե բացառություններ են, մեզանում այդ խնդիրը կա ու ավելի խորն է եւ սրա համար կարծում եմ անելիք ունի նաեւ եւ պետական եւ հանրային իդեպ հատված, հա, որտեղ այդ նույն R&D-ի վրա, այդ հետազոտությունների մշակումների վրա ծախսվող գումարների առումով նույնպես տեղ մենք անելիք ունենք, որպեսզի ներգրավենք նաեւ անկախ այդ փորձագիտական դաշտը նման գործընթացներում։ Թեև երկար տասնամյակների պատմություն ունեն արդեն ուղեղային կենտրոնները, բայց միևնույնն է մինչև հիմա հնչում է այդ հարցը, թե եթե կան գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ինչն է անհրաժեշտությունը, ինչու է կարևոր ունենալ նաև ուղեղային կենտրոններ։ Կուզեմ սրան էլ անդրադառնանք, այդ կամուրջի դերը գիտական հաստատությունների եւ քաղաքականություն մշակողների միջև ինչպես են կատարում ուղեղային կենտրոնները։ Շնորհակալություն, սա եւս այն ֆունդամենտալ հարցերից մեկն է այս ոլորտում։ Ըստ էության, տեսեք, ուղեղային կենտրոնը իրենք չպետք է եւ չեն կարող փոխարինել ակադեմիական հաստատություններին։ Դե պարզապես գործառնական իմաստով որոշակի տարբերություններ կան։ Ակադեմիական հաստատությունները իրենք ավելի շատ զբաղվում են գիտական հիմնարար գիտությամբ, հա, հիմնարար ուսումնասիրություններով, նաեւ շատ դեպքերում նաեւ դասավանդմամբ, հա, իսկ ուղեղային կենտրոնը ավելի կիրառական պրակտիկ կողմից հետ գործ ունենք այս պարագայում եւ իրենք փորձում են կամրջել գիտելիքն ու քաղաքականությունը։ Մի փոքր վերափոխելով ասածս, իրենք կարող են վերցնել հիմնարար գիտությունից ինչ-որ բան եւ տալով դրան կիրառականություն, փորձել ներկայացնել եւ առաջ տանել այսպես հանրային քաղաքականության մեջ տեղավորել եւ բացի ակադեմիական հաստատությունից, հա, իրենք ուղեղային կենտրոնները նաեւ իրենց նաեւ ֆունկցիոնալ մյուս տարբերություններ կա, որ իրենք փորձում են նաեւ իրենց արժեքային համակարգով կամ իրենց նպատակներին համահունչ ազդեցություն գործել հանրային քաղաքականության վրա, այլ ոչ թե պարզապես զբաղվել գիտական աշխատանքով, այստեղ կա որոշակի տարբերություններ եւ մեկը մյուսին դժվար է փոխարինել։ Եթե նայում ենք ամերիկյան պատմությունը ուղեղային կենտրոնների, ապա կարելի է մի քանի ալիք առանձնացնել, մեկ առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ուղեղային կենտրոնների այդ ալիքներ, երկրորդ համաշխարհայինից հետո եւ նաեւ Սառը պատերազմի ավարտից հետո, ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հայաստանյան համատեքստում կարծես 20 թվականի պատերազմից հետո այդ շոկային իրավիճակում այդ ազդեցությունը կրեցին նաեւ ուղեղային կենտրոնները եւ կարծես թվականակի առումով, եթե սխալվում եմ ինձ ուղեք, նորանոր կենտրոններ բացվեցին, հաշվի առնելով այն փաստը, որ կար ընկալում, որ նաև այդ վերլուծական դաշտում ենք պարտվել ու այդ պատճառով նաև քաղաքական դաշտում սխալներ եղան։ Բայց ինչ ճակատագրի արժանացան այդ ստեղծված կենտրոնները։ Տեսեք, դուք միանգամայն իրավացի եք 20 թվականից հետո բավականին թվով որոնք դեռ պետք է հաշվառման ենթարկվեն, բայց ակնհայտ նույնիսկ մակերեսային դիտարկմամբ կարելի ասել, որ բավականին թվով նոր կենտրոններ են ստեղծվել եւ իմաստն էլ ակտիվացել են նաեւ նախորդ տարիներին ստեղծված։ Իրականում դա շատ նման է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված այդ ալիքին, որտեղ եթե միջև երկրորդ համաշխարհային պատերազմը այդ առաջին ալիքի այսպես կոչված ուղեղային կենտրոնները հիմնականում
իրենց հիմնական այսպես ասած ուղղությունը արտաքին քաղաքական միջազգային հարաբերություններն են, այդ 45 թվականից հետո ստեղծվածների մոտ արդեն նկատվում են անվտանգային հիմնախնդիրների ավելի շատ շեշտադրումներ, ինչը պայմանավորված եղել սառը պատերազմի իրողություններով, երկու գերտերությունների, երկու ճամբարների միջև, մեզանում նույնպես, հա, եթե նայենք 20 թվականից սկսած, այդ նոր ստեղծված կենտրոններից շատերը կամ հենց անվանման մեջ, կամ նույնիսկ եթե անվանման մեջ չկա, իրենց օրակարգը, այո, անվտանգային օրակարգ էր, իհարկե 2-3 տարին, 4 տարին մի քիչ դժվար է գնահատական տալ ուղեղային կենտրոնները, որտեղ մեզանում եւս մի այսպես ասած ոչ դրական երևույթ կա, օրինակ երկարակեցության պաշտի չեն ընկնում։ Եթե օրինակ նույն ամերիկյան ուղեղային կենտրոնները, թեկուզ գերմանական, հա, թեկուզ շատ երկրներ նայում ենք, իրենք նույնիսկ ունեն 100-ամյակի պատմություն։ Մեծ Բրիտանիայում կա նույնիսկ 1.5-100-ամյակի պատմության, հա, ուղեղային կենտրոններ։ Մեզանում դրանք մի քանի շատ դեպքերում դրանք ակտիվ գործում են ինչ-որ մի ժամանակատված կլինի 1 տարի, 2-3 եւ հետագայում пассивացնում կամ ընդհանրապես դադարացնում են գործունեությունը, ինչը թերևս ելի միգուցե կապված է ֆինանսական մուտքերի հետ եւ բացի դրանից չկայացված այդ ինստիտուցիոնալ, որտեղ կառույցի հետ նույնիսկ եթե տանձը ենթադրենք, որ հիմնադրել է եւ իր շուրջը համախմբված այդ կենտրոնը, այսինքն անցնում է այլ աշխատանքի, այդ կենտրոնը չպետք է դադարի գոյություն ունենալ, հա։ Եվ մյուս կարևոր խնդիրը նույնպես, որը կուզենայի ես մատնանշել, դա այն է, որ նույն, ասենք, արևմտյան թեկուզ արդեն նաև Չինաստանում արդեն 1.5-2 տասնամյակ էս պրակտիկան կիրառում այդ պատտվող դռան այդ revolving door այդ քաղաքականությունն է, երբ որ այսպես ասած փորձագիտական հանրությունը շատ դեպքերում վարչակարգի փոփոխությանը զուգընթաց կադրերով ապահովման նոր վարչակարգին, իսկ այդ վարչակարգի մասով պրակտիկ այսպես քաղաքականության մեջ է եղել, շատերը գնում են որպես փորձագետ եւ ներգրավում են տարբեր ուղեղային կենտրոններում, տարբեր պաշտոններում, դա շատ հետաքրքիր է, ինչի, որովհետև դա զուգորդում է ավելի կիրառականություն է տալիս ուղեղային կենտրոնին։ Բացի դրանից դա նաև թույլ է տալիս որոշակի նոր կապեր է բերում ուղեղային կենտրոնին, ավելացնում է այդ ուղեղային կենտրոնի խորհրդանշական կապիտալը, ճանաչվածությունը եւ այլը։ Մեզանում դա նույնպես չկա, իհարկե ունենք նախադեպեր, երբ որ նախկին պաշտոնյան բացել է, այսպես հիմնադրել է իր ուղեղային կենտրոնը կամ անդամը գրվել է որևիցե մի ստեղծվածին, բայց դրանք առանձին դեպքեր են եւ օրինաչափություն չեն կազմում։ Եվ որպես կանոն հայաստանյան համատեքստում ռիսկ են պարունակում տարբեր պիտակավորումների, հենց այդ կուսակցական ավելի շուտ դրոշմով, չէ, որովհետև վարչակարգերում կարծես չեն կարողանում այդ ապակուսակցականությունը ապահովել։ Իհարկե, եւ ստե մի հատ շատ էլի հետաքրքիր մշակույթ կա, որ ինձ դուր է գալի անկեղծ ասած, նույն Ամերիկայում շատ դեպքերում, եթե չասենք բոլոր, բայց նախկին նախագահները իրենց այսպես ասած ժառանգությունը քաղաքական գաղափարական շարունակելու համար շատ դեպքերում ստեղծում են իրենց անունով կամ իրենց այսպես ասած գործը շարունակող ուղեղային կենտրոններ, որոնք արդեն փորձագիտական դաշտում են փորձում ինչ-որ գործնեություն ծավալել, հա։ Մեզանում ցավոք դա չկա եւ հետաքրքիր կլներ եւ կարծում եմ բավականին կհարստաներ այդ պալիտրան, հա, մեր ուղեղային կենտրոնը, տեսնելով նաեւ այդ ժառանգության վրա հիմնված այսպես legacy based այդ տիպի ուղեղային կենտրոնները, որոնք կարծում եմ շատ լավ ավանդույթ կլներ եւ ահագին բավականին ինքը բան կտար փոխ նաեւ այսպես ասած ինստիտուցիոնալ հիշողության տեսանկյունից նաև կարևոր կլիներ։ Իսկ մեր տարածաշրջանում կարծես հակառակն է տեղի ունենում, առնվազն Վրաստանի օրինակով երկու նախկին նախագահներ հետո արևմտյան ուղեղային կենտրոններում ընդունվել են աշխատանքի որպես վերլուծաբաններ։ Իմիջիայլոց եթե տարածաշրջանային երկրների հետ համեմատենք, կան ինչ-որ տվյալներ, ինչպիսի իրադրություն է հարևան երկրներում։ Տեսեք, օրինակ, եթե Ադրբեջանում վերցնենք, դե հատելով երկիր ինքը ավտորիտար երկիր է, բնականաբար դա արտահայտվում է նաև ուղեղային կենտրոնների աշխատանքում եւ այս առումով խոսել Ադրբեջանի ենթադրենք ուղեղային կենտրոնների անկախության մասին կամ անկախ կարծիք հայտնելու այսպես հնարավորությունները խիստ սահմանափակ են, հատկապես որ իրենց մոտ նաև դրսի ֆինանսավորման լուրջ սահմանափակումներ կան։ Դա էլ կա, բայց մյուս կողմից կա նաև այսպես ասած մեծ ֆինանսավորում հենց ներքին ռեսուրսներով, ինչը բավականին տարբերվում է այս իմաստով, հա։ Այսինքն կան բավականին ֆոնդեր, թեկուզ պետական, հա, որոնք ֆինանսավորում են նմանատիպ կենտրոններին, առնվազն նրանց, ով իրենք ցանկանում են, որպեսզի այսպես ասած իրենց այդ ազդեցության բանում գործեն,
Վրաստանում իհարկե վիճակը շատ ավելի ազատ է, քան անում, բայց այնտեղ էլ էս փոփոխվող քաղաքական լանդշաֆտը միգուցե նոր շեշտադրումներ կմտցնի եւ կարծում եմ իսկ առաջիկա 1-2 տարում շատ ավելի հստակ կերևա թե Վրաստանի այդ ուղեղային կենտրոնների ոլորտը որ կողմ պետք է շարունակի զարգանալ, մինչ այդ բնականաբար ավելի ազատ միջավայրի մեջ իրենք զարգանում էին ու նմանվելով որոշակիորեն նաև արևմտյան ոճի ուղեղային կենտրոններին։ Իսկ համագործակցությունը ինչպես դուք գնահատեք եւ ներհայաստանյան ուղեղային կենտրոնների միջև համագործակցությունը եւ տարածաշրջանային։ Տարածաշրջանային տենց շատ թույլ է անկեղծ ասած տենց կապերը, որոշակի միգուցե օբյեկտիվ պատճառներով, նույնը կարող եմ ասել երկրի ներսում եթե հնարավոր է այսպես ասած եղել են միգուցե փորձեր գաղափարներ ստեղծել ընդհանրենք ինչ-որ ընկերակցության ֆորմատի ձևաչափի ինչ-որ կառույց, որը այսպես չասենք համակարգեր, հա, բայց այդ կամուրջի դերը կխաղար այդ ուղեղային կենտրոնների միջև փոխգործակցություն ապահովելու համար ցավոք սրտի մեզանում այդ շատ ինդիվիդուալիստական է այդ ամեն ինչը դեռ եւ այդ փոխգործակցությունը այն մակարդակի, այն ցանկալի մակարդակի չի, որը կարելի է տեսնել, թե մեծ հաշվով կարծում եմ այդ հարցը այդքան տենց մեծ խնդիր չի, որովհետեւ այնուամենայնիվ իրենց սեփական այսպես ասած օրակարգով է յուրաքանչյուրը շարժվում եւ այդ համագործակցության կարելի է պատկերացնել միայն միգուցե դրա մեջ կա նաեւ այսպես ասած այդ նույն իշխող այսպես ասած իշխանության, հա, եթե իշխանությունը բաց լինի եւ որոշումների կայացման այդ քաղաքական այդ process-ների մեջ իրենց ուղեղային կենտրոնների կամ դրանց ներկայացուցիչների ներգրավելու հնարավորությունները մեծ լինեն, կլինեն նաեւ ավելի մեծ հնարավորություններ միգուցե նաեւ համագործակցելու, կլինեն ընդհանուր հանձնաժողովներ, փորձագիտական խմբեր, այսպես կոչված այդ ad hoc այսպես իրավիճակային, հա, ստեղծվող խմբեր, որոնք ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար կլինեն։ Այդ նույն երկրորդ շավիղի դիվանագիտության մեջ եթե փորձ կատարվի ուղեղային կենտրոնների ներգրավել, նույնպես դա կնպաստի իրենց մեջ համագործակցությանը, բայց այս բան երբ որ չկան այդ այսպես բավարար չափով չկան այդ պլատֆորմ, այդ հարթակներ, այդ հենարանը ինչի շուրջ պետք է համագործակցությունը տեղի ունենա, մենք ունենք այս վիճակը ընդհանուր առմամբ, հա։ Ընդհանրապես մի քանի օր առաջ հերթական անգամ կառավարության նիստի ժամանակ բողոքում էին, որ կադրային սով է երկրում, եթե դատելու լինենք ուղեղային կենտրոնների կադրերից, որքանով է արդարացված այդ պնդումը եւ ինչպես կարելի է լուծել այդ հարցը գոնե ուղեղային կենտրոնների համար։ Տեսեք, ուղեղային կենտրոնների համար կադրային խնդիրը պայմանավորված է շատ ժամանակ հենց ակադեմիական հաստատությունների որակով, թե ինչ այսպես ասած ճակերտներ արտադրանք է թողարկում համասարանները, բուհերը, այսպես որտեղ այդ փորձագետները գալիս են շատ ժամանակ հենց համասարաններից, եթե մենք չունենք նորմալ կրթական, եթե չունենայինք, հա, չունենենք կրթական համակարգ, չի կարող լինել բավարար չափով առնվազն այդ փորձագիտական հարույթ, որը ի վիճակի կլինի որոշակի խնդիրներ լուծել։ Այս առումով մեզ մոտ իրավիճակը կարծում եմ այդքան վատ չի, այդքան խտացված է, որ պետք է ներկայացնել, բայց ցանկալի մակարդակի վրա էլ չի, եթե ճիշտն ասենք, որովհետև կրթական ոլորտի խնդիրները արտացոլված են միանշանակ արտացոլված են, բացի դրանից փորձագիտական աշխատանքը ինքը պետք է որոշակիորեն նաև գրավիչ լինի երիտասարդի համար, այսինքն թեկուզ ֆինանսական առումով, եթե երիտասարդը ոչ թե 1-2 տարի փորձառություն հավաքեն, տեղափոխվեն կամ պետական կառավարման ոլորտ կամ մասնավոր մեկ այլ հատված, այդ շարունակականությունը չի ապահովում եւ այդ նորմալ սերնդափոխությունն էլ չի տեղի ունենում այդ պարագայում։ Այսինքն մենք ունենք այդ խնդիրները, որ եթե մենք ուզում ենք ունենալ լավ ուղեղային կենտրոն, ու կենտրոնների այդ այսպես ասած ոլորտ, դրա համար պետք է ունենալ շատ ավելի բարձր որակի, այդպես ասած, կրթություն բարձրագույն, հա, որովհետև նորից եմ կրկնում, այդ կադրերը դրանք իրենք հիմնականում գալիս են կամ ֆունդամենտալ գիտությունից արդեն ձևավորված գիտնականներ կամ շրջանավարտներ, ովքեր փորձում են որ դրսևորվեն նաև այսպես ասած փորձագիտական վերլուծական դաշտում։ Որևէ ոլորտի խնդիրներին անդրադառնալիս հնարավոր չի լինում չանդրադառնալ նաև կրթության որակին։ Շնորհակալ եմ շատ, պարոն Աթոյան, զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ստեսություն։ Ստեսություն ձեզ։